Եվ այսպես Ռուբիոն եւ Բելաուսովը ահազանգում են տարածաշրջանին կարող են նոր պատերազմ սպասել։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք էլ վստահաբար նկատած կլինեք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները իրենք բավականին հետաքրքիր մոտեցում են որդեգրել, թե ինչպես արձագանքել իրենց հասցեին հնչող քննադատությունների, մեկնաբանություններին, անկախ նրանից, թե մեկնաբանությունները իրենք բովանդակային են, թե ավելի շատ էմոցիոնալ։ Ինչ են անում իշխանությունները իրենք վերցնում են մի հատ պիտակ եւ կպցնում են այդ սուբյեկտին, որը հանդգնել է իրենց քննադատել կամ մեկնաբանել իրենց գործողությունները եւ մեկնաբանությունը հակասում է քաղաքական կուրսին, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ են ասում։ Ասում են դու նախկին քրեա օլիգարխիկ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչ ես, ռուսի ստրուկ ես, ԿԳԲ-ի շպիոն ես, Կրեմլի ագենտ ես, սև ուժերի ներկայացուցիչ ես եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա հավանաբար այս նույն տրամաբանությամբ իշխանությունները կարող են մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Բելաուսովի գնահատականը, մեկնաբանությունը, ով անդրադառնալով հապկի շրջանակներում տեղի ունեցած հերթական նիստերից մեկի ժամանակ անդրադառնալով մեր տարածաշրջանում արկա իրողություններին, նշել է, որ հայկական Սյունիքի վերաբերյալ դեռևս պահպանվում է լարվածությունը։ Բայց ախր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 5-10 պակաս է Ադրբեջանի հետ խաղաղությունից։ Եթե մենք վերլուծենք իշխանությունների գործողությունները եւ այն քարանձավային հակառուսական ռոպագանդան, որ իրենք ներկայացնում են, զարմանալի չի լինի, երբ որ ինչ-որ մի պաշտոնյա կամ ազգային ժողովի պատգամավոր ԿՊԱ-ական հայտարարի, որ Բելաուսովը հատուկ է նման հայտարարություն անում, ինքը պանիկա է տարածում, նա այնպես է անում, որ մեր հասարակությունը ահաբեկվի, բայց այստեղ կա մի շատ կարևոր խնդիր։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետ քարտուղարը Մարկո Ռուբիոն եւս ռուսի շպիոն է, Կրեմլի գործակալ է, նախկին է, քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ է, ինչու ենք հիշում նաև Մարկո Ռուբիոն ընդամենը մեկ շաբաթ առաջ կոնգրեսում լսումներից մեկի ժամանակ նա շատ անկեղծ ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական վարչակազմը աշխատում է այն ուղղությամբ, որ ռազմական միջամտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներում թույլ չտան, այլ կերպ ասած, որ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ Սյունիքի նկատմամբ կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքի նկատմամբ Ադրբեջանը ռազմական ոտնձգություն չկատարի։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե մի փոքր ավելի լուրջ լինենք եւ ավելի անկեղծ լինենք, մենք բոլորս էլ հասկանում ենք, չէ, որ ոչ Բելաուսովը, ոչ Ռուբիոն նախկին ռեժիմի քրեա-օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ չեն, չեն ռուսի շպիոն, չեն Կրեմլի ագենտ, չեն իշխանությունների, գնահատման շրջանակներում, գնահատման համակարգի շրջանակներում, իրենք պետական գործիչներ են, ովքեր շատ լավ հասկանում են, որ երբ որ ոչ հավասար կողմերի միջև ընթանում են բանակցություններ եւ չկա ինչ որ մի միջնորդ, որը կարող է ռազմական առումով բալանս ապահովել կողմերի միջև, ապա այդ բանակցությունները պատերազմից 5 պակաս են։ Ավելին, հարգելի հեռուստադիտողներ, եթե նույնիսկ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արվել է ամեն ինչ, որ այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը երաշխավոր չունենա, մենք կարող ենք գալ մի իրավիճակի, երբ որ պայմանագրի ստորագրումից 5 րոպե անց ի հեճուկս Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հայերն ու ադրբեջանցիները ոչ թե սկսեն առևտուր անել, այլ պատերազմ կսկսի։ Ավելին, եթե մենք վերհիշենք, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ընդամենը ամիսներ առաջ, ով նշում էր, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ինքը խաղաղության երաշխիք կարող է եւ չլինել եւ պայմանագրի ստորագրումից 10, 12, 24 ժամ հետո կարող է պատերազմ սկսել, իրականում իրենք էլ են հասկանում իրենց քարոզչության սնանկությունը, բայց ինչևէ իրողություններն այնպիսին են, ինչպիսին իրենք կան, մենք ուղղակի պետք է արձանագրենք հետեւյալը, ստիպված ենք հերթական անգամ այս տերմինը օգտագործել քաղաքական դեժավյու։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեք ինչ էր կատարվում Հայաստանի հետ, Հայաստանի շուրջ, Արցախի հետ, Արցախի շուրջ մինչև 44 օրյա պատերազմը։ Արդեն պատերազմից հետո մենք պետք է իմանայինք, որ 2020 թվականի սեպտեմբերի 1-ին պատերազմական գործողություններից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Արմեն Գրիգորյանին նամակ էր ուղարկելու, նամակ, որում գրեթե բառացիորեն նկարագրված էր լինելու ապագա պատերազմի սցենարը, ավելին ՀԱՊԿ-ի կողմից կար առաջարկ, այդ նամակին էլ կցված էր 17 էջանոց մի փաստաթուղթ, որով առաջարկվում էր համապատասխան զորավարժություններ շտաբային անցկացնել, որպեսզի պարզ լիներ, թե ՀԱՊԿ-ը պատերազմական գործողությունների ժամանակ ինչ տեսակ գործողություններ պետք է իրականացնի մեր տարածաշրջանում։ Ինչ արեցին Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իրենք ականջալուր չեղան դրանից բխող բոլոր հետևանքներով։
կրկին ասենք, ակնհայտ է, որ ոչ Ռուբիոն, ոչ Բելաուսովը իրենք նպատակաուղված քարոզչություն Նիկոլ Փաշինյանի դեմ չեն իրականացնում։ Իրենք արձանագրում են իրողությունները, որոնք արկա են գետնի վրա, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մեր իշխանությունները կարծում եմ, որ դա պետք չէ ներկայացնել հասարակությանը, այստեղ քաղաքացիները, քաղաքական վերնախավը, այլընտրանքային վերնախավի մասին է խոսքը, բիզնես վերնախավը, ամբողջայության իրենք պետք է գլոբալ առումով հետևություն անեն եւ հասկանան ում են իրենք այս իրավիճակում ավելի շատ հավատում՝ պատերազմ բերած, պարտություն բերած, Արցախ հանձնած Նիկոլ Փաշինյանին, թե Բելաուսովին եւ Մարկո Ռուբիոին։ Նաեւ եկեք արձանագրենք հետեւյալը, որ հենց այնպես չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության այսպիսի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք նմանօրինակ հայտարարություններ են անում, ախր բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ադրբեջանը ռազմական տեսանկյունից յուրացնում է Արցախի հանրապետության տարածքը։ Հիշում եք, չէ՞, այդ կադրերը, ինչպես ընդամենը մի քանի օր առաջ Արցախի հանրապետության օկուպացված տարածքում Բերձորում Ալիևը Էրդողանի հետ միասին բացում էին հերթական օդանավակայանը։ Ոմանք կարծում են, որ այս օդանավակայանը ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ապագա ռազմական գործողությունների համար, բայց իրողությունն այնպիսին է, որ Բերձորը Հայաստանի սահմաններից մի քանի րոպեի հեռավորության վրա է եւ բարդ չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, ինչ վտանգներ կարող են սպասել Հայաստանի Հանրապետությանը, նաեւ այդ օդանավակայանից։ Արձանագրենք նաեւ հետեւյալը, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շարունակաբար թարմացնում է իր զենքերի արսենալը, անդադար զորավարժություններ են անցկացվում։ Իմ ջանից Հայաստանում սրա մասին գրեթե չխոսվեց, բայց օրեր առաջ մայիսի 26-ին Թուրքիայում ավարտվեցին հերթական զորավարժությունները, որոնց եւս մասնակցում էր Ադրբեջանը, բայց այստեղ յուրահատկությունը նաեւ այն է, որ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից էլ զորախումբ էր մասնակցում զորավարժություններին։ Իհարկե, կրկին ասենք, շատերը ասում են, որ հիմնականում սուրն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ժամանակ, նույնիսկ այն ժամանակ ադրբեջանցիները հարձակումներ էին գործում նաև Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեծ ընտրության հնարավորություն չունեն։ Իրենք իսկապես պետք է ամրապնդեն ռազմական ներուժը Հայաստանի Հանրապետության, բայց մենք ինչի ականատես ենք դառնում, վերջերս չէ Նիկոլ Փաշինյանը հերթական դիվանագիտական ֆորում անցկացրեց Հայաստանի Հանրապետությունում, արդեն խոսել ենք սրա մասին, բայց ավելի լուրջ չի լինի հերթական անգամ ասել, տեսեք նույն Ռուսաստանի Դաշնությունից ներկայացուցիչ չկար, բայց Թուրքիայից ներկայացուցիչ կար։ Մենք կրկնում ենք այն սխալները, որոնք արդեն կատարել ենք ավելի քան 100 տարի առաջ հերթական անգամ մենք ընտրելով երկաթյա եւ թղթե շերեփի միջև ընտրում ենք թղթե շերեփը հույս ունենալով, որ նա կդիմանա այս տարածաշրջանային եռման ջրին։ Մտածեք այդ մասին։